Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, շնորհակալություն, որ բոլորդ եկել եք։ Շատ ծանր իրավիճակ է ստեղծվել Եղեռնի հուշարձանի վերանորոգման հետ կապված։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես մեկ ճարտարապետ, որը չունի համապատասխան մասնագիտական փորձը, նույնիսկ գլխավոր ճարտարապետ, ինչ նշանակում է նախագծի գլխավոր ճարտարապետ, դարձել է ընդամենը մի քանի օր առաջ, նախագծում է և վերանորոգում է Եղեռնի հուշարձանը։ Ես ակնկալում էի, որ Եղեռնի հուշարձանի վերանորոգման աշխատանքների շուրջ կձևավորվի մի մեծ մասնագիտական խումբ փորձագետների, սակայն աշխատում է ընդամենը մեկ անձ, Սաշուր Քալաշյանը նույնիսկ դուրս եկավ աշխատանքային խմբից մի քանի օր առաջ։ Ես ուզում եմ ձեզ ցույց տամ, թե ինչպիսի վիճակ է այսօր տիրում Եղեռնի հուշարձանում և ինչի այսքան շուտ հրատապ հրավիրեցի բոլորին, որպեսզի ներկայացնեմ ինչ է տեղի ունենում Եղեռնի հուշարձանի շուրջը։ Սա դու կարող եք մի քանի Սա ներսից է, 12 աստիճանից քանդված են 4-ը, արդեն իսպար բացակայում են, չկան այդ աստիճանները։ Եվ այս ֆոտոն ցույց է տալիս ինչպիսին էր վիճակը սեպտեմբերի սկզբին, այսինքն սկսեցին քանդել դրսի քարերը, որոնք որ պարզապես չէին կարողանում պոկեին պատերից, հիմա սկսած այնքան հզոր են այդ քարերը, հաջորդ ֆոտոն ցույց կտա ձեզ, այս քարերն են, այնքան մեծածավալ են, որ ինչ որ հնարավոր է եղել պոկեին, մնացածը մնացել են երկաթ բետոնի մեջ, ամրակայված, ու փորձում են հարթեցնել, որ դրա վրայից, այդ քարերի վրայից, անեն նոր աբլիցովկա, դուք պատկերացնում եք, սա ցույց է տալիս դեպի ներքև տանող աստիճանների իրավիճակը հիմա, ներկայիս վիճակն է, սա ներքևից ինչպիսի տեսք ունեն մեր աստիճանները, և այդ ամենը անձրևների նախօրեին, հեսա սկսվելու են անձրևները, որևէ աշխատանք տարված չի։ Ես կարճ ներկայացնեմ Եղեռնի հուշարձանը պատմամշակութային արժեք ունեցող և ճանաչվել է պետության կողմից որպես պատմամշակութային արժեք հայ ժողովրդի։ Ժամանակին հայրս շատ մեծ կարևորություն է դրել Եղեռնի հուշարձանի հենց այս թեկմույթերի մեծ քարերով ձևավորման մեջ, ես չեմ մանրամասնի, թե ինչպիսի շինարարական տեխնոլոգիաներ են օգտագործված, բայց դրանք անբաժանելի մասն են Եղեռնի հուշարձանի ողջ ծավալատարածական լուծման, եթե դա ձեզ հետաքրքրի, զեկույցը կա, զեկույցում մանրամասն ներկայացված է, թե ինչպես է իրականացված այդ շինարարական աշխատանքները։ Ինձ համար շատ կարևոր է, որ Եղեռնի հուշարձանի կարելի հաջորդ էջը, դուք տեսնում եք այս կտրվածքի մեջ մեծածավալ քարերը, որոնք որ իմաստավորված են եղել, ամեն մի քար հայրս դիտարկել է որպես հայ ժողովրդի ծանրացած և մեծածավալ այդ վիշտը, որ մենք ամեն մեկս կրում ենք, արտացոլվում էին այդ մեծ քարերի շնորհիվ և այս քարերը, որոնք որ կտրվածքների մեջ երևում են, այս քարերը այսօր պոկել երկաթ բետոնի միջուկից գրեթե անհնար է։ Արթուր Թարխանյանը շատ մեծ նշանակություն էր տալիս ողջ Եղեռնի հուշարձանին, ամեն օր հեղինակային հսկողություն էր իրականացնում և այս ֆոտոն ինձ համար շատ նշանակալի է, քանի որ իր վերջի
աշխատանքային օրով բարձրացավ Եղեռնի հուշարձանը եւ նայեց, թե ինչպիսի վիճակում է այսօր։ Ցավը այն չի, թե մենք ինչ ենք տեսնում այսօր կապված Եղեռնի հուշարձանի հետ։ Ցավը այն է եւ իմ մտահոգությունը այն է, որ պատրաստվում են մոտավորապես Արփասեվան թունելի պես պատկերացնում եք մի հատ խրամատ շուրջը Եղեռնի հուշարձանի փորեն, դա 4 մետր խորությամբ, այսա ուղիղ 4 մետր է ստեղի բարձրությունը, դուք կարող եք պատկերացնել, եւ 3 մետր լայնությամբ մի հատ խրամատ են փորում դրա շուրջը, եւ դա հաջորդ էտապն է, երբ որ սեպտեմբերի սկզբին ասում էի, որ պիտի մույթերի քարերը պոկվեն, պետք է աստիճանները պոկվեն, ոնց որ թե չէին ուզում ընկալեին, թե արհավիրքը ինչքան ծավալուն է։ Հաջորդ էտապը, եւ ես զգուշացնում եմ ժողովրդին, հաջորդ էտապը այդ հսկա խրամատի փորումն է։ Եղեռնի հուշարձանը պատմամշակութային հուշարձան է եւ իր շուրջը անփորձառու բազմաթիվ սխալներով իրականացված նախագծային աշխատանքը այսօր բոլորիս դնում է շատ լուրջ իրավիճակի մեջ, որտեղ թե կառավարությունը, թե ղեկավարությունը, ղեկավար անձիկ եւ պատասխանատու անձիկ, թե մենք ճարտարապետներս կանգնած ենք մի խնդրի առջև, որի հետևում մեկ հոգի փորձություն չունեցող երիտասարդ անձնավորություն, որի հետևում ստորագրվում է հայ նախագիծ ձեռնարկության տնօրենի կողմից, վերջ։ Ես չեմ հասկանում, ինչպես կարելի է այդպիսի մի իրավիճակ ստեղծել ամբողջ հանրության կողմից։